Քաղաքակրթությունը մարդկության երջանկացրել է, թե դա ծայր է վտանգի առաջ է կանգնում։ Անցյալ դարի սկզբին անցավ երկիր մոլորակի կողքով, բերեց երկու համաշխարհային պատերազմ։ Գալիս մնում այդ երկաթի վանդակներով եւ էլ չի հասնում մեզ արտաքին։ Այ քեզ բան։ Ստորը ավելի կստորանա, սուրբ ավելի կսրբանա։ Ջանս այդ տատանումները հիմա հասել են 45 հերցի։ Քեզ բան։ Սա արվելու է համաշխարհային պատերազմի միջոցով, այդ լեզուն պահպանելն է Աստծո խնդիրը հողագնդի վրա։ Այդ լեզուն մարեց, Աստված էլ անելիք չունի ստե։ Վայ։ Մենք հիմա ապրում ենք Հայաստանում, որը մեր օրյա նոյան տապանն է։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է եւ այսօր հյուրընկալել ենք հայագետ Սամվել Բեկթաշյանին, ում եւ սիրով ողջունում ենք։ Նմանապես, Սարգսյան, բարև ողջույն։ Պարոն Բեկթաշյան, նշում եք, որ երրորդ համաշխարհային պատերազմը անխուսափելի է, եթե մարդկությունը, այ մնացածը դուք խնդրեմ, կարծես թե երկու գերտերություններ, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, այնց պապիներով իրար լեզու են գտել, բայց ինչն է անխուսափելի, էլ ինչ կա, էլ ինչ պիտի պայթի պորտ կա։ Հարցի պատասխան ամբողջական լինելու համար եւ մեր լսարանի համար նախաբան պետք է ներկայացնեմ մեր վերջի 100-ամյա 200-ամյա պատմության հողագնդի եւ ինչ է կատարում խոշոր առումով քաղաքակրթություն կոչվածի հետ։ Մենք անունը դրել ենք քաղաքակրթություն, չգնահատելով թե այդ քաղաքակրթությունը մարդկության երջանկացրել է, թե դա ծայր է վտանգի առաջ է կանգնում։ Կարևորը որ բառի տակ ինչ որ փոփոխություն ենք ենթադրում։ Թրջել տեզերք, չգիտեմ, լուսին եւ այլ, բայց դա չի Սուրբ գրոց Աստվածաշնչի մարդու արարման նպատակը հստակ է։ Աստված մարդուն ստեղծեց երջանիկ լինելու համար։ Վերջ։ Այո, վերջ։ Եթե որևէ գործողություն զարգացում կոչվածը մարդուն չի երջանկացնում, դա ուրեմն ճիշտ ընթացք չէ։ Ասեմ մեր լսարանին կրկնաբար անդրադառնանք, հիշեցնենք մեր տեզերական տան կառուցվածքը, որում ապրում ենք, որի օրենքները մեզ պարտադրում է տեզերքի ընթացք ինքը ծրագրային նպատակային ընթացք ունի եւ այդ ընթացքը ինչ է պլանավորած եւ մարդկային ընթացքը ինչպես է համահունչ կամ հակասական այդ ընթացքին։ Այդ ահռելի պտույտները իրենց հետ տանում են պտտահողմի նման։ Դու չես կարող այնտեղ պետք է պարզապես դիրքդ փոփոխությունների մեջ քո տեսակը պահելու համար պահես, այլապես չես կարող այդ պտտահողմը կասեցնել։ Դա մարդու բան չի։ Տեզերքի կառավարման բարձրալ ուժերի կողմից համակարգ է, տեզերական մեխանիկա։ Ինչի մասին է խոսքը։ Ուրեմն արեգակը իր 9 մոլորակներով պտտվում է 12 աստղային կուտակումների առջևով, միլիարդավոր յուրաքանչյուր աստղային կուտակում են, անունը դրել են խոյ, ցուլ, ձուկ եւ այլ, որպեսզի մարդուն ընկալելի լինի այդ ամբողջը։ Եվ ձուկ համաստեղությունը ավարտվեց 2000 թվականին եւ մարդկությունը անցնում է ջրհոս։ Որպեսզի ձուկ համաստեղության օրենքներից մարդկությունը անցնի ջրհոս, այդ առանքը խառնակ էներգիաների տիրույթ է։ Եվ քանի որ Սուրբ գրքում ասում է, որ Նոյի հետ պայման ունի Աստված, որ ծան եմ կապում քո հետ, որ այսուհետ քո սերնդին
ջրհեղով չոչնչացնեմ, ծերուկ է էլի մեր Տեր Աստվածը, դեզերքը կառավարում է մոռանում է էլի, ծիածան է դրել, որ մեկ-մեկ ծիածանը տեսնի հիշի Նոյի հետ պայմանը։ Եվ զկի ջրհոս անցնելու այս ընթացքում տրվեց երկու գյուտ կարևոր մարդկությանը։ Մի քանի գյուտեր ա տվել, բայց առանցքային։ Երկու գյուտ Աստծուց տրվեց, մեկ գյուտ չարից, որի արդյունքում քանդու քարափալին երկիր մոլորակ։ Այսօր հակված են խոսել, դրանք ներկայացնել եւ հնարավոր է դրանք կանխել թե ոչ։ 1896 թվականին առաջի անգամ երկաթբետոնը կիրառվեց խաղողի որդատունկերի հենասյան համար։ Ֆրանսիացի գյուղացի էր, խաղողագործ, պետք է անցավ, որ այդ փայտերի փոխարեն պես երկաթը բետոնով փակեմ, որ չժանգոտվի։ Առաջ անգամ գյուղացին կիրառեց երկաթբետոնը։ Մասնագետները, շինարարները, ասենք, տեսան, որ սա կարգին քաղաքաշինության տեխնոլոգիա է եւ ներդրեցին եւ 1896 թվականին առաջի երկրնակերը 11 հարկանի այն ժամանակ դա երևույթ էր կառուցեց Միացյալ Նահանգներում եւ դրան ինչ հաջորդեց Արտակ ջան ունենք հալեի գիսավոր որը 76 տարին մի անգամ գալիս է Արեգակի կողքով անցնում մոլորակների պատտման այս հարթության փոխուղահայաց։ Գնում է Պլուտոնով վերջի մոլորակի կողքով անցնում նորից հետ է գալիս։ Այս ձգված էլիպսը տևում է 76 տարի։ Աստվածաշնչում էլ այդ գիսավորի մասին պարբերաբար հիշատակվում է։ Երբ որ գիսավորը անցնում է հալեի գիսավորը երկրի կողքով, ամբողջ քաղաքական պատկերը փոխվում է։ 1910 թվականին, անցյալ դարի սկզբին, անցավ երկիր մոլորակի կողքով։ Բերեց երկու համաշխարհային պատերազմ։ Վերջի անգամ եկավ 1986 թվականին։ Չեռնոբիլ, Սովետմիության քանդում եւ ահռելի քաղաքական փոփոխությունները աշխարհում։ Ամբողջ աշխարհում։ Այսինքն փոփոխություն մտցրեց։ Հիմա 1910 թվականի նպատակը ինչու էր կայանում, ինչու երկու համաշխարհային պատերազմ բերեց։ Մարդկությունը, քանի որ ձուկ համաստեղությունից պետք է տեղափոխվեր ջրհոս, հարկավոր էր դեզերքի տեղեկատվական այդ երկխոսությունից կտրել մարդկությանը եւ այդ արանքով տեղափոխել։ Եվ բերեց երկու համաշխարհային պատերազմ 1910 թվականի գիսավորը, որով 39 զուգահեռականից 50 զուգահեռական հողագնդի վրա գլոբուսը որ նայեց առաջի երկրորդ համաշխարհային պատերազմների գոտին քանդվեց տները, շեները, բնակարանները, ապրելու տեղը, կացարանները մարդու։ Երբ որ պետք է նորը սարքվեց երկաթբետոնով։ Եվ մարդկությունը մտավ երկաթբետոնի կոնստրուկցիաների մեջ։ Եվ ինչ է դա իրենից ներկայացնում։ Երկաթբետոնը երկաթե վանդակներ են, որոնց այդ վանդակների չափը 15-ից 20 սանտիմետր է։ Արեգակի միջուկային այդ ջերմամիջուկային սինթեզից մեզ է հասնում էլեկտրոմագնիսական ալիքներ, այդ ալիքների երկարությունը 21 սանտիմետր է։ Գալիս մնում է այդ երկաթի վանդակներով եւ էլ չի հասնում մեզ, Արտակ ջան։ Այ քեզ բան։ Այսինքն մեզ այդ երկաթբետոնային քաղաքաշինությունով մեզ մեկուսացվեց դեզերքից, որ այդ արանքով անցնենք։ Նախ մոռանանք ջնջենք ձուկ համաստեղության օրենքները, մեր աչքի առաջ ամբողջ արժեքները փոխվում են ծայրից ծայր հողագնդի վրա։ Փոշիացվել է ամեն ինչ։ Հայտնության մեջ վերջին ժամանակների մասին որ խոսում է, ասում է
ստորը ավելիք, ստորանա սուրբ ավելիք, սրբանա, այսինքն այդ են վանդակներն են, որի մեջ մարդը ինքն է որոշում իր ով լինելը։ Ինքը գնա կարգին տականք դառնա, թե Աստծո դրած կերպի կարգի մեջ մնա։ Այսինքն տեզերքի տեղա շարժի համար տվեց երկաթբետոնի գյուտը եւ տրվեց ավտոմեքենա, որի մետաղ է, երկաթ է։ Մարդը գիշերը մնում այդ վանդակների մեջ, առավոտ վազում մտնում է ավտոմեքենայի մեջ եւ կտրված է տեզերքից։ Դրա համար մեկ որ գնում ենք անտառ, բնություն, ընկնում ենք մեր բնական վիճակի մեջ։ Այսինքն բացի այդ հարուստ թթվածին, հաճելի տեսարան բան, այդտեղ կատարվում է շատ կարևոր մի բան։ Այդտեղ էներգետիկ երկխոսության վերականգնում է իրականացնում։ Դրա համար գյուղը քաշում է, գյուղը տանում է իր կղմինդրի տանիքներով, փայտե տանիքներով, հա, մարդը վերականգնում իր բնական խաղաղությունը։ Ծովը, արևը ընդհանրապես երկնքի տակ ուրիշ է։ Իհարկե ուրիշ։ Հիմա արտաքստ տրվեց եւս մեկ գյուտ չարը տեսա, որ արարիչ այս տեզերքով տեղափոխելու հնար է գտել երկաթ բետոնով, որպեսզի տեղափոխի։ Մեր լսարանին ասենք, որ դուք եթե ձեր տան պատերի բետոնը հանեք, հիմա դուք նստացեք վանդակի մեջ, ուղղակի բոլոր կողմերից։ Տրվեց երկրորդ գյուտը։ Դա էլեկտրոէներգիան էր եւ էլեկտրաֆիկացումը ամբողջ աշխարհով մեկ։ Չարը տեսա, որ արարիչը տեղափոխելու է մարդկությանը եւ նախապատրաստում է ջրհոս ինտելեկտուալ բարձր բանականության համակարգի հետ, մարդը պետք է կարողություններ ունենա երկխոսելու ջրհոսի հետ։ Մարդկության մեծերի մեծ մասը ծնվել է ջրհոսի համաստեղության տակ, իդեպ, որպես վկայություն է ասացների, հա։ Եվ այդ չարի կողմից ստեղծվեց փոփոխական հոսանքը։ Տեսլային գայթակղեց չարը։ Ինքը իդեպ վկայություններ ունենում է, որ ոչ ստանդարտ վիճակներում այդ գյուտերը իրեն տրվել եւ արդյունքում որպեսզի չարը գազազած է այդ ահռելի իշխանությունը երկրի նկատմամբ ունի, մեկ էլ իր քթի առաջ արարիչը փրկության է տանում մարդկությանը։ Այսինքն էլեկտրաէներգիան չարից, հա։ Այո։ Փոփոխականը, հիմա կասեմ ինչու։ Ստացվում է տեխնոլոգիաները ընդհանրապես չարից է։ Ոչ բոլորը, իհարկե։ Տեխնոլոգիաներ, որոնք բացահայտում են Աստծո խորախորուրդ այդ ստեղծագործությունը, ու խոնարհվում ես, ինչքան ճանաչում ես, տեխնոլոգիաներ, որոնք մարդկանց ստրկացման են ծառայեցվում, որպես կանոն գիտական նորությունները նախ եւ առաջ նայում են, ասենք, ինչ տիպի զենք կստացվի սրան։ Դե հա։ Արհեստական ինտելեկտ, բանականություն։ Այդ ամբողջը մարդկանց հոգին ամայացնելու համար է։ Ուրեմն ինչա երապաս այս ինչա փոփոխական հոսանքը ընդհանրապես։ Աշխարհի միլիարդավոր գեներատորներ, մեկին ջուրն է պտտում, մեկին ատոմի էներգիան, այն մեկին արևի լույս է, մեկին քամին, բայց բոլոր գեներատորները, այսինքն էլեկտրականություն ստեղծող սարքերը, աշխարհով մեկ այնպես է սարքած, որ բոլորը միափուլ աշխատեն, Արտակ ջան։ Այսինքն առաջի գեներատորը եթե 0-ից ասենք 220, իրականում 310 վոլտ պետք է գեներացնի, եւ բոլորը քանի որ մի ցանցի մեջ են, եթե երկրորդ գեներատորը, առաջի գեներատորը գեներացրել է 200 վոլտ,
առաջինը 100 վոլտ, այս առաջի գեներատորի գեներացրած հոսանքը գնում է ոչ թե սպառողին մեր տունը տաքացնելու, այլ գնում մտնում է մյուս գեներատորի մեջ, որտեղ լարամուտ ցածր է։ Դրա համար այնպես արված, որ միափուլ են աշխատում աշխարհի միլիարդավոր գեներատորներ։ Մեկը հետ ընկավ, միջավայրը, այդ ցանցը ստիպում է նրան վազել հասցնել ընդհանուրին։ Մեկ առաջ ընկավ, ստիպում է իջնել։ Այսինքն հիմա այդ 50 հերցը ամերիկյան Ճապոնիայի միջավայրում 60 հերցը, այսինքն դա 1 վայրկյանում այդ տատանումների քանակն է 50 եւ 60 տատանում 1 վայրկյանում։ Այդ այն ալիքներն են, ցածր ալիքներ են տատանումների, որոնք առանց խոչընդոտ մտնում են երկրի մեջ, Արտակ ջան։ Եվ հողը, քարը, ապարները իր համար դիմադրություն չեն։ Բարձր ռադիոալիքները, բարձր տատանումները գալիս մնում են այդ հողի մեջ։ Այս ալիքները առանց խոչընդոտ մտնում են հողագնդի ներս։ Եվ 1300 կիլոմետր անցնելուց հետո հանդիպում են երկաթե հոսող գետի, Մանտիայի, որը ստեղծում է մեր մագնիսական դաշտը, երկրագնդի։ Եկան հատվեցին մետաղի գետին, իրենց էներգիան փոխանցում են մետաղին։ Եվ այս 100 տարվա մեջ մենք ենք հողագնդի միջուկը տաքացնում։ Այնտեղ տարբեր բաներ են բերում, պատճառներ, հա, որ ածխաթթու գազա, մեքենաներ են, բան, մի հրաբուխը Արտակ, միջին հզորության հրաբուխը, այնքան ածխաթթու գազ է արտադրում, արտանետում, ինչքան 5-10 հազար, եթե այս ձևով մեքենաներով արտանետի մարդկությունը, 10,000 տարի պետք է, որ այդ մի հրաբխի ստեղծածի չափը CO2 արտադրի։ Այսինքն դա չի պատճառը։ Ցավոք սրտի գիտական աշխարհը այս ալիքների, այս հիմա ինչ ասում ենք, սա նորություն է ընդհանրապես երևույթի խնդրի ձևակերպման եւ առաջարկենք ազգային ակադեմիային, պոլիտեխնիկին, պետհամալսարանին, մասնագետներին, որ այս գաղափարը կարողանան Հայաստանի անվան տակ կանոնից ներկայացնեն հակաբանի այս գլոբալ տաքացման դեմ այդ մեծ պայքարին, որ ահռելի գումարներ է տրամադրված սրա առաջ առնելու, եւ մենք կարող ենք դա անել, Արտակ։ Ո՞մ եք Թաշյան, այսինքն երկրի ներքը եռում է։ Իհարկե, այնտեղ հալված գետ է, 70% երկաթ է, 20% նիկել եւ մնացածը տարբեր մետաղներ։ Իսկ ինքը երկաթի գետ է։ Եվ դրա ապացույցներից մեկը մի քանի ապացույց կա, որ ուրեմն այ ինչ մի 70-ական թվականներին, 80-ական թվականներին 90 նաև ռազմական քարտեզները երբ որ նայում ենք, դու կողմնացուցով նայում ես մագնիսական բևեռը որտեղ է երկրի։ Աշխարհագրական բևեռը եւ մագնիսական բևեռը տարբեր են։ Մագնիսը ցույց է տալիս հյուսիսային բևեռը մագնիսական, սա դու պետք է գտնես աշխարհագրական բևեռը, որ տեղանքի վրա ճիշտ աշխատվարկներ անես։ Եվ քարտեզի աջ անկյունում դրվում է այդ քարտեզի արտադրման տարին, որովհետև յուրաքանչյուր տարի 2-3 սանտիմետր այս մագնիսական բևեռը հեռանում էր աշխարհագրականից, որ այդ ճշտում էր մտցվում։ Տարվա մեջ 2-3 սանտիմետր, Արտակ ջան։ Հիմա այս տարվա ճոճքը 10-20 կիլոմետր է։ Այ քեզ բան։ Այսինքն պատճառը դա է, որ վերջի մի 10 տարի առաջ հյուսիսային բևեռը մագնիսական Կանադայում էր, հիմա Սիբիրում է։ Պատճառը դա է, որ մարդը կենդանին իրոք հրեշավոր է, եթե ճիշտ չի օգտագործում մարդու գիտական այդ ձեռքբերումները։ Հողագնդերի շուրջ բոլոր շարել է արբանյակները, որով կառավարում է իր նավիգացիան, իր տեղորոշումը, ինքնաթիռ թռավեց կետից, արբանյակներով կողմնորոշելով իջնում է մյուս կետում։
Երևան, Փարիզ, ասենք։ Բայց ինքը օգտագործում է ոչ թե մագնիս կոմունացույցի ուղղությունը, ինքը օգտագործում է արբանյակի տեղակայման կետը։ Դե հա։ Կենթանական աշխարհը չունի այդ GPS։ Կենթանական աշխարհը առաջնորդվում է մագնիսական ուժագծերով։ Դրա համար մասսայական դիտումը կենթանիների բանը մահու ափ է շպրտվում, կետեր են, շնաձկեր են եւ դելֆիններ են, հա, ինչա կատարում, երբ որ գալիս է գարունը հիմա, ինքը լողալով մի 5-10 հազար կիլոմետր պետք է գնա, որ իր բնում ծուդանի, սերունդ տա, չէ, բայց գնում ուրիշ տեղ է դուրս գալիս։ Այսինքն բնական այդ ուղղորդիչները, այդ նավիգացիոն, այդպես է գոչվում, այդ համակարգերը քանդուքարապ են եղել մարդու գործունեության արդյունքում։ Մեղուները կոտորվում են, որովհետև հստակ էլի մագնիսական դաշտերով են իրենք առաջնորդվում ու ուղղորդվում։ Սա այնպես արել չարը, որովհետև Էդիսոնը կողմ էր հաստատուն հոսանքով էներգո ապահովման աշխարհով մեկ։ Չարը բզբզեց Տեսլային։ Բիզնեսմենները տեսան, որ Տեսլայի տեխնոլոգիան էժան է իրենց վրա, էլի բիզնեսմենները քանդեցին աշխարհն, էլի, որովհետև այնտեղ էժան է, փոփոխական հոսանքը, ծախսերը քիչ են, կրկնակի, եռակի, բազմակյանքը։ Արդյունքում ամբողջ հողագունդը հայտնվեց այդ ճոճքի պայմաններում եւ սկսեց միջուկը տաքանալ։ Հաստատուն հոսանքի դեպքում այդ ալիքները չեն առաջանում, արտակարգ։ Եվ կա Շումանի ալիքներ են կոչվում ֆիզիկայում, գերմանացի ֆիզիկոսներ, որ հայտնաբերեց, որ 7.8 տատանում, 7.8 հերց մեկ վայրկյանում հողագունդը ինքը բաբախում է։ Կարող ենք ենթադրել այս ամեն ինչից, որ բնական աղետները անխուսափելի են, այսինքն երկրաշարժեր, չգիտեմ, ցունամիներ, ջրհեղեղներ։ Իհարկե, սա մարդու տեխնոգեն է։ Եթե միջուկը եռում է, եթե երկրի ինդերքը այս կարգի վիճակում է, ուրեմն պետք է միտեղից դուրս տա, թե չէ, պայթյուն պետք է լինի, թե չէ։ Անպայման, եւ շարունակեմ Շումանի ալիքները մի հատ ներկայացնեմ ու կհարցի շարունակական պատասխան արտակ ջան, որ խնդիր ավելի քան լուրջ է այդ առումով։ Հիմա նայ Շումանի ալիքները մարդը ապրում էր այդ 7-8 հերցով հազարավոր տարիներ։ Հողագնդի վրա կայծակները երբ որ խփում ենք, դա ինչ է, իոնոսֆերա ունենք 35 կիլոմետրից 1000 կիլոմետր, դրական լիցքավորման շերտ է, միլիոնավոր վոլտ։ Երբ որ միտեղ օդի զանգվածը բաղադրությունը էլեկտրահաղորդիչ է դառնում, այդ շերտը լիցքաթափվում է, պարփում է երկնի վրա, դա հենց կայծակներն են։ Այդ կայծակների միջին քանակը այդ հարվածների առաջացնում էր 7.8 հերց տատանում հողագնդի վրա։ Ջանս, այդ տատանումները հիմա հասել են 45 հերցի։ Քեզ բան։ Այն որ բաները այդ պայծառատեսներ, չգիտեմ ինչ, որ նոր հաճախականություն պետք է մարդն ձեռք բերի կարողանա ապրի, դրա մասին է խոսքը։ Այդ ֆիզիկայի մասին ենք հիմա խոսում։ Հիմա տես ինչ է։ Ինչու է բարձրանում Շումանի այդ ալիքները։ Ձգտում է 50 հերցի։ Վայրկյանում 50 տատանմա։ Ինչու՞։ Որովհետև ամբողջ երկրագունդը բաբախում է այդ ցանցի մեր էներգոհամակարգի բաբախմամբ 50 տատանում մեկ վայրկյան։ Երբ որ Շումանի ալիքները հասան 50 հերցի, հողագունդը հայտնում է ռեզոնանսի մեջ եւ փշուր են լինելու ուղղակի։ Սա է բնական, ասենք, ընթացքը, պատճառները, հետևանքները։ Մենք հնարավորություն ունենք տեխնիկապես դեռ ուշ չի իդեպ լուծելու այդ հարցը։ Այդ հարցը բնականon փորձում են լուծել ակամա տղերք, որոնք գյուտարարներ են,
50-ից ավել ազատ էներգիայի աղբյուր ստեղծած ինժեներներ կան, որոնցից 48-ին գնդակահարել են նավթի էներգակիրների այդ բիզնեսմենները, որովհետև նոր էներգիայի աղբյուրը իրենց զրկելու այդ նավթային մագնատներ լինելուց։ Այսինքն դա հարցի լուծում է, էլի տեխնիկական լուծումներ կա։ Հիմա հետ կանք մեր երկաթե եւ քու ասած տարբերակ կա այդ վիճակից դուրս գալու երկաթ բետոնի այս կոնստրուկցիաների մասին, որ խոսեցինք։ Բարեբախտաբար, ուրեմն մարդիկ գիտնականները, հայ գիտնականները հատկապես ստեղծեցին այդ երկաթ բետոնի փոխարինիչներ, որոնք էլեկտրոհաղորդիչ չեն, որոնցով այդ տեզերքի ալիքները անխոչնդոտ մտնում են ներս։ Դա բազալտի ամրաններ են։ Երկաթ բետոնին փոխարինում են ոչ միայն երկարատևությամբ, հուսալիությամբ, տասնապատիկ անգամ եւ կշռով, 5-6 անգամ թեթևա պողպատից, եւ ամուր, եւ երկարակյաց, եւ էկոլոգիապես մաքուր, բազալտ է, էլի, մեր բազալտն է, էլի։ Հիմա տես ինչա կատարում, Արտակ ջան։ Արարիչը մտցրեց մարդկությանը երկաթ բետոնի մեջ, տեղափոխեց ձկի ջրհոս, հիմա այդ երկաթ բետոն նորից պետք է հետ հանի, որպեսզի մարդկությունը մտնի արդեն տեզերքի հետ վերականգնի իր կապը։ Այսինքն, սա արվելու է համաշխարհային պատերազմի միջոցով, կամ մարդկությունը, եթե այդքան բավարարի իր կառավարման բանը, այդ հարմոնիան տեզերքի հետ, մարդկությունը պետք է սկսի այդ երկաթ բետոնային կառուցվածքներից բազալտային կոնստրուկցիաների անցման այդ գործընթացը։ Երրորդ համաշխարհայինը երբ է սկսում, թե սկսել է, թե սկսել ընթացքի մեջ է, ինքը տարբեր արտահայտման ձևեր դրսևորումներ ունի մեր համար, սրանք բոլորը նախազգուշացումներ են մարդկությանը, որ նայեք ինչ խնդիր է տեզերական դրված, բերեք առաջը կարող եք այլ ճանապարհ ընտրել, կա էվոլյուցիոն, բնաշրջային ճանապարհով, մարդկությունը ծրագրավորած, պլանավորած սկսի ազատվել երկաթ բետոնային կոնստրուկցիաներից, նախ եւ առաջ քաղաքաշինությանը ճարտարապետներին, որպեսզի նախագծեն եւ կիրառեն բազալտային այդ ամրանները, որի դեպքում մարդը տեզերքի հետ վերականգնում է իր կապը։ Սկսելու ախր կներեք, պարոն Բեկթաշյան, դուք ասում եք, բայց ես զուգահեռ որ հետևում եմ այն իրադարձություններին, ինչ կատարվում է աշխարհում, ախր ոչ միայն չի վերականգնում մարդկությունը, այլ նաև ավելի գազան է դառնում։ Սիրիայում մեր այս օրերին ցեղասպանություն է տեղի ունենում։ Ամբողջ քաղաքակիրթ, այսպես ասած, աշխարհի առաջ։ Միայն մարդկանց դնում գնդակահարում են թուրք բաշի բոզուկները կամ դրանց հովանավորությունն ունեցած ահաբեկչական խմբերը, խաղաղասեր, պարոնայք խաչմերուկասերներ, խաղաղասեր, այնտեղ որ եկան Սիրան իբր խաղաղության դարաշրջան բացին, հիմա բացել են։ Մտնում են 12 տարեկան երեխուն գնդակահարում է այդ ստահակը ու նկարում են, դնում են սոցիալական ցանցերում։ Պատկերացնում եք մարդկություն, լավ մարդկությունը չէ, մարդկության մի հատված ուր է հասել։ Ամբողջ աշխարհը նայում է ու դա նշանակում է ամբողջ աշխարհն է այդ որակի, Արտակ ջան, դրանից ելնելով, քո ասածից ելնելով, քանի որ մեր նկարագրեցինք տեզերական մեխանիկան, չէ, ինչ է լինելու, մարդու պահվածքը այդ պրոցեսների, այդ գործընթացների նկատմամբ, քանի որ մարդը երկու տարբերակ ունի, կամ ինքը դառնում է մարդակեր, մարդասպան, իր տեսակին ոչնչացում նախ եւ առաջ, կամ քաղաքակիրթ ճանապարհ է ընտրում, որ բերեք ամբողջ զորությունները մարդկային մտքերը հավաքենք եւ կարգի բերենք մարդու եւ տեզերքի այդ երկխոսությունը, մարդ-աստված հարաբերությունները։ Ցավոք սրտի 99% ասենք, սա մեզ ասում է, որ
դա արվելու է համաշխարհային պատերազմի տեսքով, որ քանդվելու է այս ամբողջը, դա անխուսափելի է։ Քանդման որ տարբերակը մարդկությունը կընտրի, քաղաքակիրթ թե վայրենի այն ինչ որ կատարվում է, որովհետև խնդիրը մարդասպանությունը չէ, այդ մարդասպանության գործընթացի հետ այդ շեներն ու տները ավերելու գործընթացն է, process-ն է, արտադրություն։ Բավականին լուրջ բարոյական խնդիր է դրված մարդկության առաջ։ Ինչ կերպ, ասենք, Աստված ասում է, չէ, կարծեմ Հովնանին, հա, որ ասում է գնա այդ քաղաքում մեկ հոգի, մեկ ճիշտ մարդ գտնես, հանուն այդ մեկի մնացածին չեն վնասի, կներեն, այդ մեկին էլ չի գտնում, ասում է իմ ես չեն ախր, ժամանակը անչափ կարճ է, տիեզերական այս ժամանակի առումով արտաքրան, և մարդկության այդ ամբողջ զորությունները փոշիացում են սպանելու գործիքներ սարքելու վրա, այսինքն մարդկությունը ինքը չարիքամոք մղվում է սպանության ձևով, մորթելու միջոցով, ինչ-որ հարցեր լուծելու։ Այս տիեզերական փոփոխությունների համատեքստում, աշխարհացունց տեկտոնիկ այս տեղաշարժերի մեջ, այս փոքրիկ մեր անուշ Հայաստանը, կամ ավելի դաժան բան ասեմ, այդ Հայաստանում ապրող մարդիկ անելիք ունեն, թե չէ, պարոն Բեկտաշյան։ Մենք հայը պետք է հայ մնա, ընդամենը Արտաքչյան։ Ինչ է դա նշանակում։ Օրինակ Ռեյկյավիկում ապրող հայը մնում է հայ կամ ինչպես մնա հայ, երբ որ ինքը իսլանդերեն պոեզիա է սիրում ու հայերենը չգիտի։ Ուրեմն որտեղ կարող է պետք է Հայաստանում մնանք հայ։ Ուրեմն մենք սրուցել ենք էլի, Աստված հայերից ստեղծել է, որ աստվածային լեզուն, որով ստեղծել է ինքը տիեզերքը, հայերից մեջ պահպանելու համար։ Մեր խնդիրն է տիեզերական առաքելություն։ Այո, մեր խնդիրն է Աստծո արարչային լեզուն, որով ստեղծել ասեց եւ եղավ, այսպես է, չէ։ Այդ լեզուն պահպանելն է Աստծո խնդիրը հողագնդի վրա։ Այդ լեզուն մարեց, Աստված էլ անելիք չունի ստեղ։ Վայ։ Լատես այդ ինչ խնդիրը։ Հիմա այդ հայը հայերենը ինչ խորությամբ, ինչ կերպ ակրում, ինչ կերպ ամուրանստացին մեջ կապ չունի ինքը որտեղ է ապրում։ Հողագնդի վրա, բայց որ տեղանքի տարածական առումով մենք հիմա ապրում ենք Հայաստանում, որը մեր օրյա նոյան տապանն է, դա միանշանակ է, որովհետև մենք էլի մի անգամ անդրադարձել ենք տիեզերքից, երբ որ նկարել են Անդրկովկասը, ուրեմն անտառային ծածկույթ կա, կանոնավոր Գեղարդի ծայրակալ է տեսքով արտաքին։ Այ քեզ բան։ Գլխամասում Սևանն է մեր այն լայն հատվածում։ Եվ այն Գեղարդը, որը Քրիստոսին կողը ծակեց, չէ, այդ հռոմեացին, ու ինքը իդեպ կույր էր եւ սկսեց տեսնել։ Այդ մենք այդ երկաթի ծայրակալը պահում ենք մայրաթորում։ Դա ֆիզիկական նյութ է ինքը, որպես մասունք ենք պահում, բայց Աստծո լեզուն մարդու հետ ծիածանի տեսքով է։ Այդ հիմա մեզ ցույց է տվել, որ այն փրկագործական Գեղարդը սա է, որտեղ դու հանգրվանած ես, որը մերն է, որ մեր Հայաստանն է դա։ Կանոնավոր, գեղեցիկ, չես կարա այլ բանի հետ շփոթես, ու չես կարա չտեսնես, որ Գեղարդի այդ հատվածում ենք ապրում։ Այսինքն դա հարկավոր է քարտեզի վերհանել, քարտեզագետներով, ռեալ ճշտել այդ հատվածը որոնք են, ու դա համարել որպես գերխնդիր մեր ներկայիս սերնդի համար, դա եթե ուրիշի ձեռքում է հիմա դա հետ բերել, եթե այդ հատվածը մերը չի իմանանք, որ ժամանակավոր է սա, որովհետև այն կարգի մի բարձունք է այդ Գեղարդի,
որ որոշակի մակարդակով ջուրը բարձրանալու է եւ իրեն չծածկելու։ Եվ հիշեցնեմ ուղղակի, որ Սև ծովի եւ Կասպից ծովի տարբերությունը 27 մետր է։ Կասպից ծովը ցածր է Սև ծովից։ Սա իդեպ հետո ապագա սերունդը կտեսնի։ Կարող եք էլ տեսնել։ Թե ինչի համար է դա ծառայեցվելու է։ Այսինքն այս բնական աղետներից, բաներից փրկվելու համար պերսիակա իհարկե, թեորիակա, որ Եվրոպան ջրի տակ անցնելու եւ այլն, բայց Հայաստանը եւ բարձրադիր գոտում է եւ ինչպես դուք նշեցիք, հետարքից արարչական, նշանակություն ունի։ Անպայման։ Փաստորեն մենք մեզնով կամ մեզ մոտ է փրկությունը, հա։ Հիմա ասենք օվկիանոս է, այսքանով հայությամբ նստած ենք այդ նավակի վրա։ Ինչ անենք, ասենք հայը վերադարձեք։ Այդ նավակի վրա ենք, մարդուն պետք չի ասել։ Հարկավոր է ասել, որ սա Աստծո երկիրն է եւ այս սրբազան երկիր է։ Սա մարդու բան չի։ Սա միայն մարդու բան չի։ Մարդը եթե կգտնի, որ ինքը բանի ներքին խնդիր ունի, իրեն կհուշվի, որից է մեկին, հենց այնպես ոչ մեկին չի թողելու։ Արդյոք պարզապես մենք հիմա նստած ենք մի նավի մեջ, հայաստանյան հայության մասին է խոսքը, որը տարբեր տեղերից անցքեր ունի, որ ջուրը ներ է հոսում։ Ամբողջ էներգիան, միջոցները, նվիրումը, զոհաբերությունը պետք է արվի, որը այդ նավը, այդ տապանը նոյան ջրամեկուսիչ լինի, որ չներթափանցվին աղանդները, չներթափանցվին այլախոհությունները, հակահայ ավանդույթներ, սովորույթներ, սա է մեր խնդիրը։ Եվ կոսմոպոլիտիզմը հարկավոր է հանել եւ հայապաշտ, հայը պետք է լինի հայապաշտ, քո ես ինչ եմ քո տեսակը ենթագիտակցորեն հարգում, գնահատում, ընդունում, Արտակ ջան, որովհետև եթե քո ներքին ցանկությունները, այդ նվիրումը, այդ կամեցումը, որը շատ խորքային է, գենետիկ անկեղծություն ունի, դու քո բառերը չեն հերիքում դա հորդելու ասելու համար։ Արտակ այդ դա տրամաբանության դաշտից անդին հույզերի դաշտում է լիքը լեցում, այնպես որ դա խոսում է, որ հայ հոգին, հայ սիրտը բաբախում է եւ այս ամբողջի համար ինքը մտահոգ է, ցավում է եւ ապրում է եւ այդ դեպքում Աստված զորացնում է, միայն այդ դեպքում։ Բայց հայ լինելը բավական ծանր ու դժվար բան է, պարոն Բեկտաշյան։ Մեր դեմը ամբողջ աշխարհը ակամա է։ Ուղղակի մնալ հայ, լինել հայ, ապրել հայ։ Այո։ Դա մեծ խաչ է, ծանր բան է։ Ես չգիտեմ, ռուս լինելը հեշտ է թե չէ, հրեա լինելը հեշտ է թե չէ, բայց հայ լինելը, իսկապես հայ լինելը։ Միջնակ տղաս Գևորգը 3-4 տարեկան էր, մի օր թե հայրիկ ասեց, այդ թրջող ափսեները, որ իջնում են, միայն հայերեն ենք խոսում, թե այլ լեզվով էլ ենք կարող խոսալ։ Պարոն Բեկտաշյան, մարդկությունը հնարավորություն ունի տիեզերքի այս ընթացքը կառավարելի դարձնել, ինչպես։ Տեխնոլոգիական այս մրցավազքը, որ կա, մարդկությունը ստեղծել է մի այնպիսի արագացված միջավայր, որը Խրոնոսի իշխանությունն է, ժամանակի Աստծո իշխանությունն է, այսինքն ստեղծել է մարդը մի միջավայր, որը ինքը չի կարողանում այս արագացված միջավայրի հետևից վազի հասցնել, անտատ հետ անգնում, այսինքն փորձանք է իր գլխին ստեղծել։ Իհարկե, հարմոնիա ներդաշնակ չեղար միջավայրին, դա արդեն ավարտ է, այդ միջավայրը քեզ պատժելու է, ուզես չուզես։
այդ ներդաշնակությունը Դե կարող է այդ գյուտերը իրոք չարիք են, պետք չէ գիտությունն այդքան զարգացնեն։ հարկավոր է ճիշտ օգտագործել նպատակային։ Մեկ չափանիշ, ոչ թե գրես թե քանի, ասենք, քանի մեգատոննա հզորություն ունի այս ռումբը, այլ պարամետրից մեկը լինի ինչքանով է մարդկությանը երջանկացնում այս ստեղծած սարքը։ Այսինքն երջանկության բնութագրիչ մեծություն պետք է լինի հասարակությունը կառավարողների, կարգավորողների, իրենց այս քայլը, այսօր ես եկել եմ, ասենք, Չարբախից Քոմոտ, ստեղ, եւ իմ առաջին անգամ է ես տոմսակը ձեռք բերում, դա տևեց մի կես ժամ, մինչև հասկացա ինչը ոնց որտեղ, որից հետո հասկացա, որ ես պարտադիր 2 հատ պետք է առնեմ, իսկ ինձ մի հատ էր պետք։ Հետո մտա ավտոբուս, համատարած բոյկոտում են։ Բոլոր այդ 5 կտրոնները կպցնում են, այդ սարքը ճանաչող համարում է, որ մասսայական, մի ամբողջ ավտոբուսի մեջ, ես միամտորեն, դե լորեցի եմ էլ չէ, մեկ էլ մի տատիկ, բարեխղճորեն վճարել բարձրացել էին։ Ես ստեղ կատարում եմ մի սահմանադրության կոպիտ անթույլատրելի խախտում, արտադրում։ Այսինքն սահմանադրորեն արժույթը սահմանվել է դրամը։ Դու ինչ թղթի միջոց ուզում ես դիք, դրամով կարգավորումը պետք է մշտապես լինի, կապ չունի ինչ գործ ես անում, որովհետև դա պետություն է, կա սահմանադրություն, որը սահմանվել է, բոլոր այդ հարաբերությունները կարգավորում են ֆինանսական դրամով ու վերջ։ Հիմա այս որոշումը, որ թղթով պետք է արվի, դա արդեն իսկ հակասում է սահմանադրության հաստատված այդ դրամը որպես միակ ունիվերսալ փոխանակման արժույթ։ Սրանք այդտենց սահմանադրություններ են խախտել, պարոն Բեկտաշյան։ Նաև եթե իրավունքի լեզվով երևույթը նկարագրենք, էլի Արտակոս, եթե այդպես ամեն մեկը այնքան հոդված ունի իր նիհարիկ ուսերին էլ չեմ ասում, էլի, դե թողնենք, էլի, սիրուն զրույց ենք անում։ Հիմա այս խեղճ ու կրակներին այս ողորմելի մոտեցումներով, ասենք, աղասեր ճակերտավոր սրիկաներին, ախր ցավ եմ ապրում, որտեվ իմ ազգից են։ Հա, տականք են, դավաճան են, բայց իմ ազգից են։ Հա, մեր տականք։ Մեր տականքներն են, հա, բայց նայում ես, ասում ես, արա առաջինը ձեզ են սենց տիկանելու հասկանում եք, որովհետև ոչինչ չի փոխվել։ Արնախում գազանը այսօր էլ արհեստական ինտելեկտի դարում մեկա դուրս է գալի, այդ մարդու գործն է այդ։ Արուն արբու գիշատի չա, դրանց պետք է ոչնչացնել։ Թշնամին նենգ է եւ բան, չէ, խորամանկ են դիրքերում որ դրված է։ Ձեր ցավը տանեն։ Արտակոս, ցավը տանեն։ Նայ, հիմա ամեն օրը թանկ է հայերիս գոյաբանության համար։ Յուրաքանչյուր օր բոլոր ռեսուրսները հայաստանյան պետք է ոչ թե հակառակորդ ընդունես Ադրբեջան, Թուրքիա, ամբողջ մարդկության հանդեպ, որովհետև այդ երբ որ մորթում են ալևիներին եւ այլ, չէ՞, ու դա համ տեսնում ես, համ չես հավատում։ Դա այդ ամբողջ աշխարհն է լռության մասնակցում դրան։ Այսինքն չկա այն դատող մարմինը, այն հավաքականությունը մարդկության, որ ասես սա բանը քաղաքակիրթ աշխարհը որոշեց այս երևույթ առաջ առնչկա։ Իմ հույսերը ոչ թե քաղաքակիրթ աշխարհն է, իմ խնդրանքը, աղերսը, հորդորը, պահանջը իմ հայրենակիցներից թափ դատողությունն է, որ ձեր հոգուն ղուրբան, ուշքի եկեք, կամ ինչպես մեկն էր ասում, մուշքի արեք, ախր մի համարեք, որ Թուրքի հետ խաղաղություն հնարավոր է, ինչքան էլ տակ, այ դեբիլներ, այ իշխանատենչ դեբիլներ, ինչքան էլ տակ էլի են ուզելու, իրանք ձեր չգոյությունն են, իրանք մեր չգոյությունն են ուզում։ Թուրքը անհակ գիշատիչ է, ոնց բացատրես, հիմա էլ ասում, արա դուք պետք է չլնեք, մորթում էդ են, հասկանում եք, էդ են, Իսահակյանն ասել է, ֆանտաստիկ, 100 անգամ ասել եմ, հիմա էլ կարող եմ ասել,
թե Հիսուսն ինչ ասաց, երբ սիրիր թշնամու թուրքերը չկային աշխարհում։ Այդ ոնց բացատրես, որ անհնար է խաղաղություն, այդ էր ցավը տանեմ։ Դու պետք է լինես հզոր, դու պետք է լինես պաշտպանված, դու պետք է լինես, այո, քեզանից պետք է շամպես վախենան։ Իսրայելը աչքից լույսը չի, բայց մի քանի անցած տարի ինքն էր ցեղասպանում 5000 երեխա կոտորեց Պաղեստինցի։ Ով ծպտուն անեց, բայց հաշվի եք նստում բոլորդ Իսրայելի հետ, որտեղ ուժեղ է։ Միջուկային զենք է ստեղծել։ Ուժեղ լինենք, հզոր լինենք, սթափ դատենք, այդ սին, հիմար, տխմար, խաղաղական թեզերին չհավատանք, որտեղ թքած ունեն մեր վրա է, մեր խաղաղության դարաշրջանների ու խաչմերուկների վրա է։ Էս է ասածս, թե չէ ինչ քաղաքակիրթ, ասենք Լոզանի կոնֆերանսը հիշենք, դու որ մեկը մոռանում։ Ամբողջ պատմությունը ապացույց է, որ հարկավոր այլ կերպ դատել։ Նույն թուրքերն էին ասում, դուք ոնց կարայիք հույսները դնեք այդ պոռնիկ եվրոպացիների վրա, ախր ինչքան էլի, լավ ինչքանն է, ախր մենք շատ լավ ազգ ենք, բայց ինչքան ենք միամիտ այն մարդ։ Բոլորս լոռեցինք, ինչ է։ Գիքորը մեր բնութագիրն է։ Չէ, ախր գիքորը չի մեր բնութագիրը, դա դառը գործ է, որ ուղղակի ցենց մորթում է, կեղեքում է Թումանյանը, բայց նաև ուրիշ ախր գործեր ունի էլ Թումանյանը։ Բավոնց։ Ասում է դու Աստված ես, դու անհուն ես, անանուն ես ու անես, դու տիեզերք ես, արա։ Նույն Թումանյանը ախր հասկանում եք են զինվոր էր, մտավորական էր, 8 երեխա ախր ամեն առումով էր օրինակելի։ Միայն գիքորը չի էլի։ Հա, կներեք մի քիչ եթե երկար ու էմոցիոնալ, բայց ամփոփենք, համեցեք։ Ուրեմն խնդրանքս եւ էլի մենք զրուցել ենք, բայց բարբերաբար անդրադառնալ է պետք։ Նախ առաջարկս, որ այդ բազալտի այդ տեխնոլոգիաների իրեն չգիտեմ էլ անուն, տեղ, ֆիրմայի անուն, բան, արտաքոյ։ Մենք ունենք, հա։ Մենք ունենք եւ բավականին լուրջ բարձրորակ արտադրանք ունեն, հրավիրեց սրույցի համ հասարակությունը իմանա, համ իրենք իմանան, թե իրենց այդ արտադրությունը ինչքան կարևոր է հարյուրամյակների խնդիր կատարված, էլի։ Սիրով։ Հա, եւ լսարանը տեղակ լինի, կառուցողները հասկանան, որ հարկավոր է սեփականատեր, ասենք ես տուն եմ կառուցում, որ հրաժարվում եմ երկաթ բետոնից, ամրաններով կառուցեմ, վերականգնեմ կենսաբանորեն նախ եւ առաջ հոգուս խաղաղությունը։ Պատճառը դա է, որ գյուղ գնում ես, հանգստանում ես, որովհետեւ հին տներ են, հին կառույցներ են, այդ երկաթ բետոն չկան դեղ, հա, խաղաղում ես ուղղակի։ Իմ առաջարկը Արտակ ջան, որ րոպե առաջ, օր առաջ մայրաթորում պահվող ոսկեձույլ Աստծոց Մեսրոպով նախ մեզ ու մարդկությանը տրված տառատեսքերը, գաղափարագրերը մտցվեն դպրոց, արգելվի ավելորդաբանությունը, հայոց լեզուն մաքրվի նախ գրավոր խոսքը, որովհետև մեծագույն վիրավորանք Աստծո նկատմամբ, այն վստահել ուղարկել ամես, որ ձեզ եմ վստահում, էլի, մենք ասում ենք չէ, կիսատ ես գրել, Եվ ենք ավելացրել, փոքրատար ենք ավելացրել եւ ստացել ենք մի հատ ճահիճ ուղակի։ Սա որպես գերխնդիր, քանի դեռ չենք կարգավորել, Արարիչ ինձ տեսա, որ մենք վերականգնում ենք, սրբագործում ենք մեր գրավոր խոսքը եւ Աստծո անձան արժանվույնս ենք գնահատում եւ նոր մարդը մեծանում է մաքրամաքուր հնչյունակազմով նախ եւ առաջ գրավոր խոսքի, ապա բանավոր, միանգամից բոլոր ուժերը աշխատելու են մեր ուղղությամբ։ Սա աշխարհիկ մարդկային մեր խնդիրներով։ Պարզապես ինչքան ռեսուրս ունենք, ծառայեցվի հայ մարդու կատարելության եւ կյանքի որակը բարձրացնելու նախ եւ առաջ ստեղծել զինատեսակներ, որով կապահովենք այս եղածը, մինչեւ մեծ սերունդը սկսի վերականգնել իր կատարել այդ տեսակը կերպը, եւ
Ինչքան գիտնական, այսքան նայում եմ ապշելու բանը, ապշելու այս հայերից խնդիրը շատ լուրջ է։ Աշխարհով մեկ ամբողջ գիտական հենքը ստեղծագործ հայերի վրա է աշխարհի։ Այսինքն այդքան գիտական ռեսուրս ունենք մենք։ Էլ չեմ ասում ներսում։ Այդ մասին մյուս անգամ։ Մյուս անգամ։ Շնորհակալություն, պարոն Բեկտաշյան, ամեն անգամ չափազանց հետաքրքիր է ձեզ հետ զրուցելը։ Խնդրեմ Արտակյան, նմանապես։ Հայագետ Սամվել Բեկտաշյանն էր Live Armenia-ի տաղավարում այսօր։ Շնորհակալություն, որ հարցազրույցը դիտեցիք եւ ամենակարևորը բաժանորդագրվեցիք մեր ալիքին։